տեսակի ղեկավար է պետք, որ վերջապես խաղաղվենք, հանգիստ մեր գործով զբաղվենք, ինքն էլ այդ բոլոր հարցերը լուծի։ Նախ ղեկավարս պետք է մի քիչ վախենան, քաշվեն, ոչ թե խոսքի Նիկոլ Փաշինյանի նման, ինքը ընդհանրապես ղեկավարի նման էլ չի, ով ինչ ասում է անում է, հատկապես ադրբեջանցիները, ինչ ուզեցին տվեցին։ Մեզ երևի ավելի շատ Սամվել Կարապետյանի նման ղեկավար է պետք, եթե լինի ավելի լավ։ Խելացի, անշահախնդիր, ժողովրդի մասին մտածող, մեր մատաղ սերնդի մասին մտածող, որ բարգավաճ ենք, ուժեղ բանական մեզ պետք, զինվելա պետք, մեր հողը մենք ենք պաշտպանել, հասկանում եք։ Թուրքի հետ երբեք եղբայրություն չի եղել, դարերի ընթացքը մեզ կեղեքել են, կոտորել են, սվինահարենար է մեր հեղի կանանց երեխեքը փորների մեջ կդրել են, այդ ձևի մարդկանց հետ ոնց կարել է, այսօրվա դրությամբ 120-130 հազար հայ ժողովուրդ տեղահանեցին, դա կոտորած չէր, դա էլ երկրորդ կոտորածն էր, կոտորած էր, ինչ մեղք ունեին այդ ժողովուրդ, Ստալինը պետք որ են անվորակներին նա դաստիարակի, որ ազգեր պատմի։ Մեզ պետք է երկաթյա ղեկավար, որ ասած է օրենքը լի, հա, ղեկավարին որ դեռ առան, նա ղեկավար չի, աղջիկ ջան, էլ եմ ասում, մի քիչ խստություն ա պետք, որ ժողովուրդը հավատ ներշին չի, ոնց որ բրախ լամա երզիրելի, ու ինչ ուզենա են էլ անում, բրախած։ Երկրի ղեկավարը պետք է լինի ժողովրդավարական, չգիտեմ, իմ կարծիքով է դա ժողովրդավարական, ժողովրդասեր, ազգասեր, հայրենասեր, ազգին դավաճան չլինի, պետք է երկրի ղեկավարը այդպեսին լինի։ Գիտեք ինչ, մի քիչ տղամարդկություն ունենա, մի քիչ կյանք տեղացրի, դից հազարից աշխատած, ստեղծած, ամեն բնակավար անցկացած մարդ էլիս, ամեն ինչին ծանոթ էլի, սաղ է հոգեբանությունները իմանա, փոքրից միջի վենձը, ասենք ինքը ինվորմացիաներ կարող ունենա ու վերջ, բայց ասենք լի Գագիկ Ծառուկյանը կամ ասենք Սամվել Կարապետյան ասիր, նրանք զրոյից սկսել են բարձր բանի են հասել, մենակ որ գնա Ալիևի կողքին կայնի մի բան այլ մի քանի միավոր մի անգամից իսկ չէ մի քիչ բանը էլի գործ արած ունենա մի բան արած ունենա որ գիտես ինչ հազարավոր աշխատանքատեղեր բացած մարդիկ են դրանք արդեն դա մի բան ոնց են ասում հաստակ ունի արդեն մի բան ունի արած ժողովրդի հանրապետության համար Երկրի ղեկավարը դիլի ժողովրդի կողմից, ժողովրդի հոգսերը հոգա, ուրիշ ոչ մի բան։ ուժեղ, օրինապաշտ, դեմոկրատ, չասում, ազգապաշտպան եւ այլն։ Զգաստ, խորիմաստ, մի քիչ էլ պահանջատեր։ Ես միշտ էլ գտնում եմ, որ երկրի ղեկավարը նախ պետք է լինի համարձակ։ Դերսում լինի համարձակ այդ բանակցությունների բանի ժամանակ։ Պետությունների ղեկավարների հետ բանակցությունները բարի համարձակ, իսկ ներսում կոմպրոմիս լինի, իրար հասկանան, այդ կուսակցությունները այդ բազմակուսակցություն, բոլոր կուսակցությունները մի նպատակ ունենան, միանան, իրար հետ գործեն, թե չէ Կռիլովի առատի նման ամենքը մի կողմից զրկում։ Նորմալ մարդելի, հայրենասեր մարդելի կա նստի ղեկավարի, որ հայրենիքի մար մտածի, չգա նստի անուն հանի, թե ես անում եմ, բայց լավ էլ ուտեմ։ Всё, այդքան բան։